Ես խոսքս մեջ բերմամ կսկսեմ, ենթադրում եմ պատկերը, որ ցուցադրված է, ծանոթ է։ Ուրեմն հայ ժողովրդի մեջ անցած դարի 60-ական թվականներին ամրացել եւ սրբություն է դարձել մի նկար, որ պատկերում է Վարդան Մամիկոնյանին։ Այս նկարը ամեն հայ մարդ, ուր էլ որ լինի, ճանաչում է իր սրտի ու մտքի մեջ պահում իբրև Վարդան Մամիկոնյանի կերպար։ Խորհրդային 70-ականներին Վարդան Մամիկոնյանի ձիարձանի իր մտահղացմանն անդրադարձող Երվանդ Քոչարի այս խոսքերը յուրաքանչյուր հայ ընթերցողի մտքում կարթնացնեն հերոս սրբի կանոնացված մի պատկեր։ Հռոմեական զինվորի փետրավոր սաղավարտով ու ծալքավոր կարմիր թիկնոցով սուրը կրծքին սեղմած Սուրբ Դյուսազունի կիսադեմը տեսել ենք դասագրքերում, դպրոցների պատի թերթերին, մեքենաների հետևի տեսադաշտի հայելուց կախ, այսպես լիքը տարբերակներ ունենք այս պատկերից եւ այլուր։ Բոլոր այս պատկերները նկարագրված ընդհանուր գծերով կրկնվում են, բայց միշտ տարբեր են իրարից դետալներով, հետնախորքով, հերոսի դիմագծերով։ Այս կերպարը այնքան է տարբերություններով կրկնվել, որ ասես կտրվել է իր նախնական տարբերակից, դրա ստեղծման պատմական պահից ու հեղինակից։ Հիմա եթե օրինակ մեր լսարանին հարցնեմ ով է այս պատկերի հեղինակը, կասկածում եմ, որ մեկը կիմանա, կամ եթե իմանա շատ ավելի լավ, բայց պատկերն ինքը շատ ծանոթ է, շատ օգտագործվող, անդադ հանդիպող, բայց հետաքրքիր է, որ դրա ստեղծման պատմական պահը եւ հեղինակը ասես թռել են մեր մտքից։ Ուրեմն գործ ունենք արվեստաբանական առումով խիստ հատկանշական ու առանձնահատուկ տիպի պատկերի հետ։ Մի տեսակ թափառական պատկեր, հա, ճակերտի մեջ կարելի է տենց ասել, որը իրեն նայելիս այլևս չի հուշում իր ստեղծման պատմական պահի մասին։ Ես այս պատկերի մասին սկսել եմ մտածել այս առարկայի օգնությամբ։ Սա ձեզ հավանաբար ծանոթ գրպանի սրբապատկեր է, որ ամենուր փողոցում կհանդիպեք, մուրացիկներն են վաճառում կամ եկեղեցիների բակերում ենք տեսնում եւ այլն, պաշտպանիչ է։ Ուրեմն ունենք sense այսպիսի պատկեր, որ ավելի լավ տեսնենք, ունենք sense մի պատկեր, որը հակասություն ունի ներսում։ Առհասարակ հայ եկեղեցու սահմանված կարգի համաձայն պատկերը պատմելի է իբրև սրբապատկեր, օրհնության կամ ոտման կարգից հետո միայն։ Սա հանգամանք է, որը անմիջապես դուրս է դնում մեր այս քննարկած պատկերը կանոնական իմաստով սրբապատկեր լինելուց։ Այսինքն այս առարկան ինքը սրբապատկեր չի։ Միաժամանակ, բայց որ նկատենք, պատկերին մի քիչ ուշադիր նայենք, զուսպ, վառ գույներով, հստակ եզրագծերով առանձնացող հերոսի այս կերպարի երկնագույն ֆոնը այնպես է մշակված, որ ասես սրբալույս պսակ լինի։ Հերոսից ճառագայթող լույսի կիսաշրջանը, հասնելով պատկերի եզրերին, աստիճանաբար մքանում է։ Պատկերի մշակման այս ձևը ակնհայտորեն սրբապատկեր է հիշեցնում։ Միաժամանակ, սա ունի 10-րդ դարի աշխարհիկ դիմապատկերին բնորոշ տարրեր, ինչպես օրինակ սրբապատկերի ընդունված հարթայնությունը կոտրող թիկնոցի ծալքերը, կամ կերպարի աջ թեքված դիրքը ու հայացքի ուղղությունը։ Սրանք կարծես պատկերի մեջ միախառնված են կրոնական վեհություն ստեղծող տպավորությանը եւ ի հայտ են բերում պատկերի ներսում իսկ աշխատող հակասությունը։ Այս երկությունը, որ կարող ենք տեսնել այստեղ, որ համ սրբապատկեր է, բայց միաժամանակ նաև աշխարհիկ դիմապատկեր ու լավ չես կարողանում հասկանալ, թե բայց ինչ է, այս ինքնին ներքին հակասություն ունեցող պատկերը կրկնում է, իմ կարծիքով, խտացած է հենց Վարդան Մամիկոնյանի կերպարի մեջ։ Հայերի արդիացման 19-րդ դարի հանգրվանում հայ մտավորական գործիչների ազգակերտման օրակարգերը վերստին արթնացնում էին հայ գրականության ոսկեդարը համարվող 5-րդ դարը եւ մասնավորապես Եղիշեի հավաքական նահատակության իդեալը, որպես հայերի արդիացման հենասյուն։ Եղիշեի Վասն Վարդանա եւ հայոց պատերազմին երկը, ինչպես դրա աշխարհաբարի թարգմանիչ Երվանդ Տեր-Մինասյանն է նկատում, մի սովորական պատմություն չէ, այլ վկայաբանական գունավորում ստացած մի պատմական դյուցազներգություն, այսինքն է ասում։ Պատմությունն իրեն նյութ վերցրած մի բանաստեղծական քերթված, ոչ թե սոսկ պատմաբանի, այլ հոգով բանաստեղծի գործ։ Ավարարի ճակատամարտի անցքերը ներկայացնելով, այն իր ոգեղենությամբ սահմանադրում է հավաքականության մի ըմբռնում,
Այս արդեն տերմինասյանը չի ասում, ես եմ ասում։ Այն սահմանադրում է հավաքականության մի ըմբռնում, որտեղ հավատով միաբանված ուխտյալ հայերը դեմ են ելնում տարածաշրջանի մարմնավոր կյանքին, հանուն անմարմին բարձր գաղափարի։ Հավաքականության այս իդեալն է, որ 19-րդ դարում աշխարհիկացվել ու դրվել է հայերի եվրոպական գիտությամբ ու լույսով արդիացվելու գործընթացի հիմքում։ Ստեփանոս Նազարյանցից մինչև Ռաֆայել Պատկանյանից Լեո, իրարից նույնիսկ տրամագծորեն տարբեր գաղափարական հոսանքների ներկայացուցիչները այս շրջանում 19-րդ դարում հայերի ազգակերտման ամենաբուրըն փուլում առաջ են քաշում հայության որպես արևելքում արևմտյան լույսի եւ քրիստոնեության նահատակ զինվորների հավաքական ինքնության եղիշայական ըմբռնումը։ Կրոնական պայքարում թրծված միաբան ու նահատակ հավաքականության այս ըմբռնումն է, որ 19-րդ դարի երկրորդ կեսից դառնում է հայերի արդի քաղաքական ինքնության հիմնասյունը։ Վարդան Մամիկոնյանը ուրեմն, որպես այս պատումի գլխավոր հերոս, հայ եկեղեցու սուրբ է եւ հայերի արդիացման գործընթացում մեր արդի քաղաքական բաղձանքների խտացումը միաժամանակ։ Վարդանի կերպարի մեջ սրբի եւ զորավարի կրոնական եւ քաղաքական միահյուս երեսակները մեր պատկերին տալիս են առանձնահատուկ բնույթ, որը կբնորոշեմ իբրև ազգային սրբապատկեր։ Այդ որ համ կրոնականը, համ քաղաքական սրբապատկերը եւ աշխարհիկ դիմապատկեր կփորձենք ձևակերպել որպես ազգային սրբապատկեր։ Իր մանր տարբերություններով անընդհատ կրկնվելով, սա հմայում է դիտողին, նվիրական զգացումներ առաջացնում ու հավատացյալի բարձրագույն իդեալին ներկայություն հաղորդում, ներկա դարձնում։ Իր այս ֆունկցիայով ասես սրբապատկեր, սա մտել է հայության կյանքի սովորական ռեժիմի մեջ, ուզում եմ այս հիշեցնել։ Հայության կյանքի սովորական ռեժիմի մեջ, դառնալով 19-րդ դարակեսին ձևավորված արդի հայի քաղաքական ինքնապատկերը։ Հիմա փորձենք բացահայտել, թե պատմական ինչ կոնկրետ պահի ու ինչ պայմաններում է ձևավորվել այս պատկերը։ Մեր ազգային սրբապատկերը առաջին անգամ էսա առաջին տարբերակը, որը հետո կհայտնվի նարդու վրա, շալերի վրա, գրքերի վրա եւ այլն։ Ուրեմն մեր ազգային սրբապատկերի առաջին հրատարակությունը 1863 թվականին է Ռաֆայել Պատկանյանի խմբագրությամբ լույս տեսնող Հյուսիս լրագրում։ Պատկերի հեղինակը բանաստեղծի եղբայր, նկարիչ Հովհաննես Պատկանյանն է, որը 1850-ականների կեսին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ Արևելահայ կյանքում, սակայն, Վարդան Մամիկոնյանին նկարելու առաջին փորձը հանդիպում ենք մեկ այլ նկարչի մոտ, նկարիչ Հովհաննես Աֆանդյանցի, որը Էջմիածնի սպասավոր էր, հետագայում նաև Վանքինկից տպարանի կառավարիչը։ Մեզանում վիմագրության առաջնեկ այս նկարիչը կաթողիկոս Հովհաննես Կարբեցու դիմումով Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում վիմագրություն էր սովորել 1830-ականներին։ Չնայած մեծապես մոռացված էջմիածնական նկարչի կյանքի ու գործի մասին շատ բան հայտնի չէ, բայց մի այսպիսի պատկեր է հայտնի իրենից, որը պահվում է ազգային պատկերասրահի արխիվում։ Այս պատկերը կոչվում է Գրիգոր Լուսավորիչը եւ հայ հոգեվոր ու աշխարհիկ գործիչները։ Մեծադիր այս պատկերի աջ թևի մի հատվածն է զբաղեցնում մեզ հետաքրքրող Սուրբ Վարդանի պատկերը։ Ուրեմն մի տեսակ հետս եկեք բացահայտենք, թե ինչ տարբեր հանգրվաններում ինչպես են պատկերել Վարդանին։ Ահա, մոտեցրել եմ, որ հնարավոր լինի նայել։ Ուրեմն աջ թևի այս կողմում զբաղեցնում է Վարդանը եւ որի ըստ ից գրության կողքին էլ դուստր Շուշանն է։ Սուրբ Սպարապետի կերպարը այստեղ դեռևս ոչ այնքան առաջնորդող զորավարի, որքան հռոմեացի պատանի զինվորի է հիշեցնում։ Նկատում եք այդ պահը։ Չլիներ նշումը այն մասին, որ կողքին պատկերված կնոջ կերպարը Վարդանի դուստր Շուշանն է, նույնիսկ կարող էր թվալ, թե զինվորի այս կերպարը ջահել է կնոջից։ Տղամարդու իդեալականացված մարմնի ձևը վերարտադրող հռոմեական զրահով, որ կոչվում է լորիկա մասկուլատա, պատանի այս Վարդանը կարծես դեռևս չի կրում Քրիստոսի օրինակով նահատակության մղվող հայերի առաջնորդող հոր արդի քաղաքականացված իդեալի նշանները։ Հենց քաղաքական այս շեշտն է, որ Սուրբ Սպարապետի պատկերը պետք է դարձներ ազգային սրբապատկեր։
Վարդան Մամիկոնյանին պատկերելու մեզ հանդիպած այս ամենահին փորձերից մեկում այդուհանդերձ արդեն տեսնում ենք հայ զորավարին հռոմեական բանակի հագուկապով ու սաղավարտով պատկերելու միտումը։ Հետագայում Վարդանի կերպարի անբաժանելի մասը դարձած հռոմեական տիպի այս սաղավարտն է նախ եւ առաջ, որ Քոչարին վերևի մեջ բերված տեքստում ստիպում է ասել, որ պատկերը, չնայած մտել է ժողովրդի սիրտը, այդուհանդերձ այն մեջբերում եմ, ոչ մի կապ չունի ոչ Վարդանի հետ, ոչ նրա դարի եւ ժամանակի հայ սպարապետի կերպարի հետ։ Մեջբերման ավարտ։ Վարդանը իսկապես ոչ թե հռոմեական բանակի, այլ պարսից արքունիքի հպատակ զորավար էր։ Սակայն նախնի հայերին հռոմեական զինվորի տեսքով պատկերելու այս մոտեցումը առհասարակ բացառիկ դեպք չէ։ Մեծապես Պետերբուրգի ակադեմիայով միջնորդված 19-րդ դարի արևելահայ արդիացող կերպարվեստում։ Վարդան Մամիկոնյանից բացի նշանային այս փետրազարդով են երևում, օրինակ Մկրտում Հովնաթանյանի նույն 30-ականներին արված Հայկ Նահապետի եւ Արամ Նահապետի յուղաներկ պատկերները։ Դրանցից էլ ավելի առաջ 1827-ին Մոսկվայում լույս տեսած Դավիթ եւ Հակոբ եւ Դավիթ արձանվների հայոց թագավորության պատմության ուրվագծման փորձ գրքում հանդիպում ենք այս պատկերագրության նշանները։ Տեսեք, հայերի նախնիներն են, որոնք պատկերագրության նմանություն են ցույց տալիս։ Պատկերազարդ այս գիրքը հրատարակվել էր հայերի ռուսական կայսրության տիրապետության տակ անցնելու քաղաքական մեծ իրադարձության ֆոնին։ Նպատակ էր դրել ցույց տալու, մեջբերում եմ, հայ թագավորների, նահապետների, զորապետների եւ այլ գործիչների հագուկապը, գահավորակը, զենքերը, զինանշանները եւ այլն։ Գրքի 20-ից ավելի նկարազարդումների մեջ Արամ Նահապետի, Զարմար Նահապետի, Արտաշես առաջինի եւ Երվանդ երկրորդի, ինչպես նաեւ Պապ թագավորի կերպարները հռոմեական զինվորի նույն փետրավոր սաղավարտի մի տարբերակով են պատկերված։ Մեր կանոնացված արդեն ազգային սրբապատկերի լույս ընծայման նույն տարում 1863 թվականին Մոսկվայի Լազարյան ճեմարանի տպարանում լույս տեսած մի հրատարակության մեջ հանդիպում ենք Վարդան Մամիկոնյանին պատկերող մեկ այլ գրաֆիկական աշխատանք, որը ըստ էության շատ չի հեռանում ընդունված այս համակարգից։ Արձագանքում Ուրեմն սա Մարտիրոս Սիմոնյանցի աշխարհաբար թարգմանությամբ լույս տեսած Եղիշե վարդապետի պատմությունը Վարդանի եւ հայոց պատերազմի մասին հատորի նկարազարդման օրինակ է, որի հեղինակը ամենայն հավանականությամբ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի մեկ այլ հայազգիսան Հովհաննես Քաթանյանցն է։ Իր կրթությունը ակադեմիայում ստանալով 40-ականներին նկարիչը հետագայում համարվում էր Անդրկովկասում հյուսիսափայլ ամսագրի պրոպագանդիստը եւ Ռաֆու ու Նալբանդյանի գործակիցը։ Հատորում մեզ հետաքրքրող պատկերը, որ տեսնում եք, երկու ֆիգուրով հորինվածք է։ Վարդան Մամիկոնյանն այստեղ պատկերված է աջ վերևի անկյունից, ասես ճախրելով դեպի վար դիմացի ֆիգուրն իջնելիս, որը հագուստով խիստ տարբերվելով սպարապետի զինավառ տեսքից հոգևորական է հիշեցնում։ Կարծես ամպերից իջնող սրբի այսպեսի տեղակայումն ու մարմնի դիրքը խիստ անսովոր են Սուրբ Վարդանի պատկերագրության մեզ ծանոթ տիպի համեմատ։ Այդուհանդերձ, հերոս սրբի հռոմեական հագուստն ու սաղավարտը հուշում են դրա խմորման հիմնական ուղղությունը։ Ռուսական կայսրության գեղարվեստական կյանքն առհասարակ 18-րդ դարի վերջից ընդհուպ մինչև 19-րդ դարի կեսը պտտվում էր Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի առանցքի շուրջ։ Եվրոպական ակադեմիայի նմանողությամբ ու դրա հետ ակտիվ կապերով հիմնադրված այս հաստատության միջոցով է, որ կայացել է նաև ռուսահապատակ շրջանների արևելահայ արդի արվեստը։ Հատկապես ֆրանսիական հեղափոխությունից հետո 18-րդ դարի վերջին արևմտյան արվեստում ծաղկող նորդասականության սկզբունքները այստեղ իրենց ծանրակշիռ տեղն էին զբաղեցնում թե ոճական եւ թե թեմատիկ առումով։ Ինչպես էս կարևոր արվեստաբան Էրնստ Գոմբրիխտն է բնորոշում, ֆրանսիացի հեղափոխականները սիրում էին իրենց մասին մտածել իբրև վերածնված հույներ ու հռոմեացիներ, եւ նրանց նկարչությունը արտացոլում էր հակումը դեպի այն, ինչ կոչվում էր հռոմեական վեհություն։
Այս հակումը նորդասական արվեստի սկզբունքների վրա հիմնված ակադեմիաներում գործնականում արտահայտվում էր հունահռոմեական աշխատանքների կրկնօրինակմամբ, որպես ուսումնական գործընթացի առանցքային մաս։ Ուսումնական այս սկզբունքի մի խիստ հետաքրքրական նշում գտնում ենք Ռաֆայել Պատկանյանի, մեր նկարչի եղբոր, այս նկարչի եղբոր, պատմվածներից մեկում, որ կոչվում է «Ես նշանածեի», այս հայտնի պատմվածքա Ռաֆայել Պատկանյանից, որը ինքնակենսագրական է, այստեղ հերոսը սենյակակից ունի։ Ասում է, ես կենում էի Գեղարվեստից ճեմարանի աշակերտի հետ, անունը Հովանես, ազգով հայ։ Ազգով հայ Հովանեսը իր նկարիչ եղբայրն է, որը պատմվածքի անցուդարձի արանքում նկարագրում է իր օրը։ Նախ գնացի ճեմարան, առաջին անգամ կուշտ նստա աշխատելու, Բելվեդերի Ապոլոնի պատկերը ավարտեցի, եթե չեմ սխալվում, բավականին լավ։ Նորդասականության սկզբունքներն ընդհուպ միջև մեր պատկերի հրապարակման տարին այնքան հաստատուն էին Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում, որ կասկած չեն թողնում հայ նկարչության, հատկապես գրաֆիկական արվեստի, այստեղ սովորած առաջնեկների ոգեշնչման աղբյուրը որոշելու հարցում։ Նորդասական հռոմեասիրության նշանները լի են նաև Իտալիայում գործող Մխիթարյան միաբանության պատվերով արված հայոց պատմության դրվագների բազմաթիվ վերաներկայումներում։ Դեռևս 18-րդ դարի երկրորդ կեսին հին Հռոմը, որպես սահմանադրականության իդեալ, հմայել էր նաև հնդկահայ գաղութի վաճառականությանը, իր էական ազդեցությունն ունենալով նրանց հրատարակություններում հայ միապետների առաջին պատկերների ստեղծման գործում։ Ուրեմն, արդիացման գործընթացների մեկնարկից սկսած, հռոմեասիրությունն ու դրա ոճական զուգահեռը, նորդասական արվեստը, իր էական տեղն ունի տարբեր հայկական համայնքներում։ Արդիության ազդարար հեղափոխությամբ վերածնված հռոմեական վեհությունը, որի մասին խոսեցինք, որ արևելահայերի դեպքում առավելապես միջնորդավորված է ռուսական ակադեմիայով, հմայել է հայ նկարչին ու սեփական նախնուն երևակայելու արևմտասեր ճանապարհ բացել։ Ըստ էության, ինչպես հայ ժողովրդի լուսավորությունը ու որպես ազգարդիացումը ժամանակի մտավորական գործիչները չէին պատկերացնում առանց արևելքից բերած գիտության ու կրթության լույսի։ Նույնպիսի տրամաբանությամբ էր արդիանում նաև կերպարվեստը Արևելահայաստանում։ Իրանական աշխարհի հետ ընդհուպ արյունակցական կապով կապված թագավորները այստեղ երևում են հռոմեական հագուստով, հայերին երևակայությամբ պոկելով տարածաշրջանից։ Սուրբ Վարդանի պատկերի պարագայում այս հակասությունը սակայն շիկանում է, քանի որ Պարսից զորքի հայ սպարապետներից մեկին, որպես հռոմեացի պատկերելու արարքը ինքնին, կարծես կրկնում է կամ շարունակում է պարսիկների դեմ ծառանալու, հոգով իրանական աշխարհից արմատական շրջադարձ կատարելու, նահատակ սրբի շուրջ բյուրեղացած եւ Եղիշեի պատմական գյուծազներկությամբ մեզ հասած արարքը։ Այս շրջադարձի արդեն 19-րդ դարի բովում վերափոխված ու ել ավելի սրված արմատական քաղաքական երանգ ստացած մոտիվն է վերահառնեցնում Ռաֆայել Պատկանյանը իր քաջ Վարդան Մամիկոնյանի մահը պոեմում։ Եվ հենց այս պոեմի նկարազարդումն է արել եղբայրը Հովանես Պատկանյանը, ինչն էլ դարձել է մեր ազգային սրբապատկերի նախնական տարբերակը։ Մի կտոր էս պոեմից, որ բյուրեղացնում է արմատականության այս հակումը։ Աղքաջ իմացեք, այս Վարդան Մամիկոնյանն է պոեմի մեջ, ով ճակատամարտից հետո արյունակամ վերադառնում է զինյալներին վերջին խոսքը ասելու զինակիցներին։ Ասում է, աղքաջ իմացեք, ես թեև թաղած, պիտի վեր կենամ հողից կատաղած, նորից նոր առնեմ ձեռս թուր ուտեք ու ձեզ անողորմ խոխողեմ մեկ-մեկ։ Անեծք եմ թողնում ես այն վատ հային, որ ոչ ոխ, այլ սեր ցույց տա գոր պարսկին։ Այդ անհաշտ ոխը հիմքուց ցեղեցեղ պիտի տարածեն հայքն ամենտեղ։ Թող կորչեն ազգեր երկրի երեսից, հայը միշտ անհաշտ պիտ մնա պարսից։ Ստվերս երբեք չի մնա անդոր, այս թշվառ դաշտում կշրջի մոլոր, միջև այն ժամը, ժամ օր հասական, երբ պարսիկը կամ հայ կլինի կործան։ Արյան դաշտի մեջ մորթելով իրար, լոկ այն ժամանակ կառնեմ ես դադար։ Ուրեմն պոեմի խորքում դրված այս մոտիվն է, որ դարձել է եղբոր նկարազարդման հիմքը։ Եթե 5-րդ դարի եկեղեցական մատենագրությունը
եւ այդ շարքում նախ եւ առաջ Եղիշեն։ Հայությանը կտրում էր իր կենսական կապերից, այդ թվում եւ տարածաշրջանային կյանքից, ապա արդիության գործընթացում հայերի զրկանքի, որփացման ու տառապանքի փորձը ներքին փորձառություն դարձրած բանաստեղծը ավելի է սրում այս միտումը։ Հայն այստեղ սահմանվում է պարսկի հետ իր էական հակադրությամբ, որպես հավերժ հակապարսիկ։ Այսպիսով, Պատկանյանի մոտ Եղիշեի կրոնական պատերազմը արդիանալով վերափոխվում է հավերժացած ազգային վրեժխնդրության։ Վարդան Մամիկոնյանի այս թերթը, որ տեսնում ենք առանձին հրատարակությամբ եւ նաեւ թերթում 1863 թվականին, երկտակ շրջանակի մեջ է առնված, առանձնահատուկ շուք հաղորդելով պատկերին։ Թերթը եզերող պարզ գծային շրջանակի մեջ տեղադրված է իր հերթին շրջանակված օվալաձև պատկերը, որի ընդհանուր մուտք հետ նախորքը մոտավոր օվալի մեջ է առնում հերոսի լուսավորված դեմքը։ Օվալաձև մակերեսին լույսով լուծված մյուս շեշտը սպարապետի ձեռքն է ու սուրը։ Զորավարի սուրը պատյանի մեջ է ու հակառակ կողմով կրծքին սեղմած այնպես, որ պատկերի ներքևի լուսավոր շերտը վերածում է խաչի ֆորմայի։ Սուրն ինքնին պատկերում վերածվում է խաչի, ինչը երկրորդում է կարող եմ այսպես շարունակել, եթե հա էլի։ Ուրեմն սուրն ինքնին այստեղ վերածվում է խաչի, ինչը երկրորդում է բռնակին երևացող խաչի նշանը։ Այսպես կարող եմ ցույց տալ, որ բարձ լինի։ Սուրն ինքնին խաչ է եւ այստեղ էլ, եթե տեսնում եք, խաչի նշան ունի։ Սա ուղիղ վերապատկերում է նույն պոեմում նկարչի բանաստեղծ եղբոր տողերը, ասում է թրովն ու խաչով տվեց մեզ երթում, հաղթել կամ փառքով ընկնել գորդաշտում։ Լույսով շեշտված մյուս կարևոր կետը պատկերում զորավարի սաղավարտին երևացող խոյի նշանն է։ Այսա։ Բայ, կներեք։ Տեղակայված հերոսի ճակատին խոյը նույն անկյան տակ է պատկերված, ինչ Վարդանի դեմքը։ Մռութը դեպի վար ձգված ֆորման կրկնում է հերոսի քթի, իսկ խոյաձև ոլորվող կոտոշը սաղավարտի ուրվագիծը։ Հերոսի հետ նույնացած այս նշանը ներկա է մեր ազգային սրբապատկերի նույնիսկ ամենաոճավորված տարբերակներում։ Կոնյակի շշի վրա, թե շարֆի վրա, միևնույնն է, Վարդան Մամիկոնյանը ասոցացվում է իբրև Վարդան Մամիկոնյան, եթե խոյն ունի սաղավարտին։ Այս նշանը մեզ չի հանդիպել նախնի հայերին կերպարանք տված 19-րդ դարի այլ պատկերներում։ Ուրեմն կարելի է ենթադրել, որ այն նշում է հենց նահատակ զորավարի նկարչի ըմբռնումը, չնայած չի կարելի նաև բացառել, որ մեզ անծանոթ պատկերագրական աղբյուրներից է օգտվել։ Այսուհանդերձ գիտենք, որ Եղիշեն իր երգում ուխտյալ հայերին համեմատում է սուրբ զոհացուների հետ։ Գրող տալով դեպի մահը դիմեցին, ինչպես սուրբ զոհացուները դեպի երկնավոր աղը։ Մատաղի զոհաբերությունից առաջ կենդանուն աղ կերակրելու այս պատկերը հին սովորություն է, որը այժմ էլ չի վերացել հայության կենդանի հավատքի առօրյայից։ Սա պատմիչի մոտ թերևս միակ նշումն է, որն առանց մասնավորեցնելու զուգահեռում է կենդանուն նահատակության հասկացության հետ։ Սրա կողքին եվրոպական միջնադարյան արվեստում ունենք անմեղ նահատակի գառան պատկերագրությունը, որ խորհրդանշում է ինքնազոհաբերվող Քրիստոսին։ Դեռևս 18-րդ դարի վերջից փոքր քայլերով արդիացող հայերի, որպես Քրիստոսի զինվորների, եւ այս մեջբերումը, որ հաճախ օգտագործվում է 19-րդ դարի գրականության մեջ, այս ըմբռնումը հայերը, որպես Քրիստոսի զինվորներ, մեզանում եւս տեղ տվել է Աստծո գառան այս պատկերագրությանը։ Սակայն նահատակ զորավարի ճակատին հայտնված կենդանու նշանը ակնհայտորեն նահատակվող Քրիստոսին խորհրդանշող անմեղ գառը չէ։ Պահպանելով նահատակությանը հղող իմաստը, այն փոխարինվել է մարտնչող կամ ինչպես եղբոր Ռաֆայելի պոեմում է երևում, գոր պարսկի դեմ հավերժ մարտի ելած նահատակի։ Սա հասունացած Քրիստոսի զինվորն է, որը հետևում թողնելով գառան անմեղությունը, վերածվել է մարտական արուի։ Նույնանալով Սուրբ Հերոսի հետ, առնականացած գառան եղջերավոր այս նշանը դառնում է նկարչի եղբոր երևակայած ազգային վրեժխնդրության մղող քաղաքական առաջնորդ նահատակի նշան։ Հովհաննեսն ուրեմն եղբոր աչքերով է տեսել Վարդանին ու մեզ համար պատկերել այն մինչև այսօր։
նայելու ու հմայվելու։ Շնորհակալություն։ Չի միանում։ Շատ կարճ։ Ոտքի վրա։ Չի միանում։ Սեփապատկերի վերաբերյալ կարող ես նաև ավելացնել, որ սեփապատկերը միշտ դիմացի։ Հա, այդ ասի հայացքի ուղղությունը տարբեր։ Երկրորդը շատ համաձայն չեմ այդպես կոշտ Վարդան Մամիկոնյանի տեսնելու պարսկական աշխարհի եւ մշակույթի մեջ եւ զինվորականության, որտեղ ստրատելատեր եւ Մամիկոնյաններ, այսինքն իրենց նախարարության տարածքները այն կողմներին ավելի շատ բյուզանդական եւ ռոմեական բանի հետ սահմանին կապին եւ մենք չգիտենք իրենք կարող է պարսկական բարքելական կարող է վերականներ ամեն դեպքում ուզում եմ ասեմ որ մեր 19-րդ դարի մտավորականները այդքան անգլիական չեն որ բավականին լավ հայոց պատմություն եւ գիտեմ որ հռոմեացիները եղել են Հայաստանում Արտաշատը գիտենք ֆեդերալիստական քաղաք է այնտեղ այդ մշակույթը կար այդ մարդիկ կային գավառշապատներ կային պոլիսեր որը որ աստվում ռոմանում է այսինքն հռոմեացիները միշտ եղել են տարածքում եւ ամենավերջին հետո որ Վարդան Մամիկոնյանը աշխատությունը հովանավորելու համար գնում ինքն էր գնում են ամեն դեպքում բյուզանդացի կայսերից զորք բերելու առաջին անգամ է որ պատմության մեջ հայոց խոսալների հետո առաջին անգամ կայսեր մերժում է որտեղ նոր էր եկել նախկին մահացել էր եկել էր չի տալիս զորք եւ մեկ պատմում կարող է եւ հագնվել հռոմեական ոնց որ ասած զինվորի Հավոր հարավ ոչ մի բան չկա չեն դիմանում Գիտեք խնդիրը ինչ է իմ հետազոտությունը այն մասին չի թե ինչպես է հագնվել Վարդան Մամիկոնյանը այլ թե 19-րդ դարի հայ մտավոր եւ ամենևին նկատի չունեմ որ չգիտեին թե ով էր Վարդան Մամիկոնյանը ճիշտ հակառակը իրենց արածով մենք գիտենք շատ հաճախ խնդիրը ուրիշ է թե երբ որ նկարիչը փորձում է ուժեղ պատկերել հայի պատկերել ինչպես է երևակայում այդ պատկերը շատ հաճախ կապվում է ռոմեական ավանդույթի հետ առավել եւս որ նոր դասականությամբ էլ ուներ այդ կրթությունը քան թե ահա որոշակի շատ դրաստիկ էր որ ինքը պարսկական ես համաձայն եմ դրի մեկնաբանության հետ այդտեղից 13-րդ այսինքն ստացվում է մեր ունեցած ժողովրդական ազգային սեփապատկերը հնարավոր է որ Հովհաննեսի ուսանողական աշխատանքներից ուսանողական չէ որտեղ ուշ է արել ավելի բայց այո ասեք ինքը նկարել Ապոլոն չէ տենց հա ինչ որ մի նկարել ինչ որ բան ստացվել է վկայություն ունենք Չէ, վկայություն ունենք, որ հատուկ պոեմի համար է նկարազարդել եւ այդ պահը պարզապես ուսանողական պատկեր չի, այլ հատուկ է արված Վարդան Մամիկոնյանի